Ողջույն բոլորին, ուսամ բոլորդ լավ եք, այսօր կներկայացնեմ 2026 թվականի կանխատեսումը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են օձի տարում։ Իդեպ սա վերջի կենդանակերպն է, իմ ներկայացած, բոլոր կենդանակերպերի վերջին կենդանակերպն է եւ սրանով ես կեզրափակեմ այս շարքը։ Բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1929, 1941, 1953, 65, 77, 1989, 2001 եւ 2013 թվականներին համարվում են օձի տարում ծնվածներ։ Այսօր կներկայացնեմ, թե ընդհանրապես ինչպիսին կլինի տարին օձի տարում ծնվածների համար, ինչպիսին կլինեն ֆինանսները, կարիերան, հարաբերությունները եւ իհարկե առողջությունը։ Եթե դուք առաջի անգամ եք միացել իմ YouTube-յան ալիքին, ընդհանրապես առաջի անգամ եք դիտում այս վիդեոն, կարճ ներկայացնեմ ինձ, ես Արմենն եմ Սեթարյան, հանդիսանում եմ չինական մետաֆիզիկայի սերտիֆիկացված մաստեր։ Գիտելիքներ ձեռք եմ բերել Ջոյապ ակադեմիայում եւ արդեն 3 տարուց ավել է զբաղվում եմ չինական մետաֆիզիկայով, հանդիսանում եմ որպես մենթոր, անձնային աճի մարզիչ, բիզնես խորհրդատու եւ ինչու՞ չէ նաեւ խոսնակ։ Ճանապարհորդում եմ շատ, լինում եմ տարբեր տեղերում, մասնակցում եմ տարբեր միջոցառումների, ինքս եմ անցկացնում միջոցառումներ եւ օֆլայն եւ օնլայն եւ իմ ձեռք բերած գիտելիքներով ու փորձով փորձում եմ օգնել նաև մարդկանց դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից եւ հաղթահարել կյանքում եղած շատ ու շատ խնդիրներ։ Եկեք հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ եթե դուք ծնվել եք մինչև փետրվարի 4-ը ցանկացած տարվա, ապա ձեր կենդանակերպը տարվա դա նախորդ տարվա կենդանակերպն է։ Սա շատ է շփոթեցնում մարդկանց, որովհետև իմ պրակտիկայում հանդիպել եմ շատերին, ովքեր սխալ ինֆորմացիա են ունեցել, այսինքն մտածել են, որ օրինակ իրենց տարվա կենդանակերպը դա շան կենդանակերպն է, ծնվել են շան տարում, բայց իրականում նրանք ծնվել են մինչև փետրվարի 4-ը, օրինակ ծնվել են հունվարի 10-ին կամ 15-ին եւ հետեւաբար նրանց կենդանակերպը տարվա դա ոչ թե շունն է, այլ աքաղաղը, հա։ Ոստի եթե դուք ցանկանում եք ավելի մանրամասն ինֆորմացիա իմանալ, թե որ կենդանակերպի տարում եք ծնվել, ապա լավ կլինի, որ սկանանեք այս QR կոդը, որից հետո ձեզ մոտ կբացվի նման պատուհան, այստեղ կլրացնեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը, եթե գիտեք, եթե չգիտեք, բաց եք թողնում, ընտրում եք սեռը եւ սեղմում հաշվել։ Դրանից հետո բացվում է աջ կողմի այս պատուհանի նման պատուհան, որտեղ հենց կարմիրով նշված հատվածում ներկայացված կլինի ձեր կենդանակերպը տարվա։ Այս պարագայում անձը ծնվել է աքաղաղի տարում։ Հիմա եկեք անցնենք արդեն էներգիաներին, ովքեր առաջին անգամ են միանում, ես կանխատեսումները տարվա կատարում եմ մի փոքր այլ ձևով, օգտագործում եմ չինական մետաֆիզիկայի բադզին, բադզի համակարգը եւ ավելի կոնկրետ օգտագործում եմ տարվա էներգիաները եւ տարվա աստղերը, այսպես ասած, ու փորձում ենք հասկանալ, թե յուրաքանչյուր կենդանակերպի համար ինչ աստղեր, ինչ էներգիաներ կան։ Օձի տարում ծնվածների համար ասեմ, որ բավականին լավն է վիճակը, բացի այդ օձը եւ տարվա էներգիան, զիոէներգիան ստեղծում են իրար հետ ուղղակի դրական համակցություն, դրական ստրուկտուրա, դրական համակցություն եւ սա եւս լավ նշան է արդեն, այսպես ասած, որ տարին կարող է լինել լավագույնը ձեզ համար։ Հիմա եկեք անցնենք էներգիաներին փոքր ավելի մանրամասն փորձենք հասկանանք, թե ընդհանրապես ինչ ունենք տարվա ընթացքում։ Առաջինը դա տոհմային տուն էներգիան է կամ աստղն է, որը բերում է նոր, ուրեմն ինչ որ ինֆորմացիա ընկալելու, նոր ինֆորմացիա սովորելու, ուսումնասիրելու հնարավորություններ, նաև տարին բերում է հնարավորություն, կոնկրետ հենց այս էներգիան, որպեսզի դուք բարձրացնեք ձեր կվալիֆիկացիան, ձեր որակավորումը։ Եթե դուք աշխատում եք կազմակերպությունում, ապա սա հիանալի տարի է, որպեսզի դուք վերցնեք հավելյալ կուրսեր, վերցնեք հավելյալ դասընթացներ ձեր որակավորումը բարձրացնելու համար։ Սա բավականին կօգնի ձեզ տարվա ընթացքում առաջընթաց գրանցելու համար, սա կարևոր է։ Եթե զբաղվում եք բիզնեսով, ապա փորձեք ձեր բիզնեսի համար անհրաժեշտ ինչ-որ այլ որակավորում ձեռք բերեք, ինչ-որ այլ գիտելիք, որը կնպաստի ձեր բիզնեսի զարգացմանը։ Մյուսը դա երկնային պաշտոնյա աստղն է, որը բերում է օգնություն բարձր ստատուս ունեցող մարդկանցից, դա կարող է լինել պետական մարմինները, դա կարող են լինել մարդիկ, ովքեր ձեզանից ավելի բարձր են կանգնած, եթե աշխատում եք կազմակերպությունում,
ենթադրաբար սա ձեր վերադասն է ձեր անմիջական ղեկավարը կամ ձեր ղեկավարի ղեկավարը, տնօրինությունը եւ այլն։ Այսինքն, եթե դուք կատարեք որոշակի գործողություն, այսինքն ուսումնասիրեք նոր ինֆորմացիա, բարձրացնեք ձեր որակավորումը, վերցնեք նոր դասընթացներ եւ այլն, դա կօգնի, որպեսզի դուք կարողանաք ստանալ օգնություն վերադասից եւ փոխել ձեր կարգավիճակը աշխատավայրում։ Ինչ ունենք։ Մյուսը դա առաջընթացի էներգիան է կամ աստղը, բառը արդեն հուշում է առաջընթաց։ Այսինքն մենք ունենք ուրեմն սպիրալով դեպի վերև բարձրացման հնարավորություն եւ միանշանակ ստեղ շատ բան կախված է ձեզանից։ Նորից կրկնվեմ, եթե դուք վերցնեք դասընթացներ, եթե դուք գնաք վերապատրաստման, իդեպ նման հնարավորություն տարվա մեջ կլինի, նույնիսկ կամպանիան կարող է ձեզ առաջարկել վերապատրաստում եւ խորհուրդ կտամ չհրաժարվել դրանից, ապա սա իր հերթին կբերի օգնություն վերադասից եւ հետեւաբար նաեւ բարձրացում ձեր կարիերայում։ Մյուսը դա երկնային խոհար, եկեք անցնենք գերազանցող ուղուն, գերազանցող ուղին դա հնարավորություններ է եւ հիմնականում այս հնարավորությունները գալիս են նախորդ տարվա ձեր հավաքած ուրեմն վարկանիշից, ստեղծած վարկանիշից, այսինքն ինչ վարկանիշ որ դուք ստեղծել եք, ինչ ներդրում որ դուք արել եք ձեր աշխատանքի մեջ, այժմ դուք ստանալու եք այդ բերքը, առատությունը կստանաք հենց այս տարվա ընթացքում։ Եվ երկնային խոհարար էներգիան, աստղը, որը եւս համարվում է շատ դրական էներգիա եւ կապված է հիմնականում դրական իրադարձությունների հետ։ Մասնավորապես նոր ծանոթություններ, ինչ որ ուրախ առիթներ, որոնց դուք կմասնակցեք, այնտեղ կլինի համեղ սնունդ, ինչ որ իրադարձություն, որը կապված է խմիչքի, ուտելիքի, շատ մարդկանց տեսնելու, շփվելու, ծիծաղալու, ինչ որ պատմություններ պատմելու հետ եւ այլն, հա։ Նաեւ այս էներգիան հուշում է, որ տարվա ընթացքում դուք կարող եք ավել քաշ հավաքել, ուստի եղեք մի փոքր ավելի ուշադիր, որպեսզի չգերազանցեք ձեր թույլատրելի սահմանները քաշի առումով։ Հիմա եկեք անցնենք բացասական էներգիաներին, ինչպես միշտ մենք ունենք եւ դրական եւ բացասական էներգիաներ, բայց պետք է չի դրանից վախենալ, ուղղակի պետք է տեղյակ լինել եւ ուրեմն անհրաժեշտ միջոցներ կիրառել։ Մենք ունենք առաջինը հիվանդություն էներգիան կամ աստղը, հիվանդությունը դե բառը ինքը հուշում է, սա խոսում է հնարավոր հիվանդությունների եւ ցածր իմունիտետի մասին։ Եթե ձեզ մոտ կան արդեն խրոնիկ հիվանդություններ կամ դուք որոշակի թուլություն եք զգում, ապա լավ կլինի դիմեք բժշկի, ընդունեք վիտամիններ եւ փորձեք հաղթահարել խնդիրները հենց տարվա սկզբին։ Մյուսը դա երկնային պաշտոնյայի հմայքն է, մի փոքր հետաքրքիր sense տարօրինակ անվանում ունի։ Ամեն դեպքում սա խոսում է հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են գալ վերադասից։ Սա ի նկատի ունենալով մենք պետք է նաև հասկանանք, որ ինչքան էլ որ մենք վերադասից կունենանք օգնություն, հա, դրական աստղերի մեջ ունենք վերադասից օգնություն, որը կօգներ մեզ կարիերայում առաջընթաց ունենալ, նաև մենք դրա հետ միասին ունենք նաև խնդիրներ վերադասի հետ, հա։ Ստեղ շատ կարևոր է, որ մենք լինենք մի փոքր ավելի համբերատար տարվա ընթացքում, այսինքն մենք չգնանք էմոցիոնալ ինչ-որ իրավիճակների մեջ չընկնենք, չգնանք կոնֆլիկտների, փորձենք ավելի կոմպրոմիսային դիրք, հա, զբաղեցնել եւ մի փոքր ավելի դիվանագետ լինել, հատկապես աշխատավայրում կոլեգաների հետ շփվելուց։ Մյուսը մեր մոտ կոտրված աստղն է, կոտրված աստղը խոսում է նրա մասին, որ կարող են որոշակի հարաբերություններ ուղղակի վերջանալ, հա, եւ այս հարաբերությունները վերաբերվում են ձեր սոցիումին ու կլինեն որոշակի ընդհարումներ կամ միգուցե առանց ընդհարումների ու հարաբերություններ ուղղակի կավարտվեն։ Սրան պետք է վերաբերվել մի փոքր նեյտրալ, ինչու, որովհետև եթե դուք չգնաք կոնֆլիկտի, բայց հարաբերությունը վերանա, ավարտվի, ապա դա օգուտ ձեզ է, բայց եթե դուք գնաք կոնֆլիկտի եւ դրա արդյունքում հարաբերությունները ավարտվեն, այստեղ դուք կունենաք արդեն որոշակի բացասական հետևանքներ։ Խորհուրդ եմ տալիս, որ չգնաք կոնֆլիկտի տարվա ընթացքում, մաքսիմալ փորձեք հեռու մնալ նման բաներից։ Մյուսը դա պատշաճ ավարտն է, պատշաճ ավարտը խոսում է նրա մասին, որ որոշակի իրադարձություններ
Միգուցե այնպես չզարգանան, որ ինչպես դուք եք ուզում, հիմնականում սա կապված է դրսի աշխարհի հետ, ձեր սոցիումի հետ, գոլեգաներ, արտաքին աշխարհ եւ այլն, եղեք մի փոքր ավելի ուշադիր, իսկ մյուսը դա խոսում է արդեն ավարտի մասին, իսկ ավարտը դա ուրեմն ավելի թույլ առողջության մասին է եւ սխալներ գործելու մասին է։ Ընդհանուր առմամբ խորհուրդս որն է, բացասական աստղերին նկատի ունենալով։ Ես խորհուրդ կտամ, որ դուք մարդկանց հետ շփման մեջ լինեք մի փոքր ավելի դիվանագետ եւ չարձագանքեք էմոցիաների հիման վրա, արձագանքներ չտաք, կոնֆլիկտի փորձեք չգնաք տարվա ընթացքում եւ հետևեք ձեր առողջությանը։ Սա այն է, ինչ ես խորհուրդ կտամ տարվա ընթացքում ձեզ անել։ Բացի դա, որպես ստրատեգիա, որպես ռազմավարություն, բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են օձի տարում, դուք պետք է այս տարի ցույց տաք ձեր կարևորությունը, ձեր կարևորությունը, ձեր արժեքը, փորձեք ներկայացնեք, որն է ձեր արժեքը, ինչով եք դուք արժևորված, ինչպիսի օգուտ դուք կարող եք տալ կազմակերպությանը, որտեղ աշխատում եք, ձեր շրջապատի մարդկանց եւ եթե ունեք բիզնես, ինչով կարող է ձեր բիզնեսը օգտակար լինել հանրությանը, սա շատ կարևոր է։ Մյուսը ես խորհուրդ կտայի մի փոքր ավելի ակտիվ լինեիք սոցիալական մեդիայում, դա կլինի Facebook, Instagram կամ ավելի մի փոքր ավելի կարիերայի տեսանկյունից, ասենք LinkedIn, եղեք մի փոքր ավելի ակտիվ, կիսվեք ձեր ուրեմն մտքերով, առաջխաղացումներով եւ այլն, սա շատ կարևոր է ու եթե դուք սա անեք, ապա տարվա ընթացքում դուք կունենաք ռեալ մեծ փոփոխություն, ուրեմն սոցիումում ճիշտ դիրքավորվելու եւ ինչու՞ չէ նաեւ կարիերայում հաջողություններ ունենալու համար։ Մյուսը դա միջոցառումներին մասնակցություն ունենալն է, որտեղ տարվա ընթացքում, ինչպես ասեցի, մենք ունենք ուրեմն դրական աստղ, որը օգնում է երկնային դա խոհարարն է, որը օգնում է, որպեսզի մենք ունենանք հետաքրքիր հանդիպումներ, ինչու՞ չէ ճաշկերույթներ, ինչ որ միջոցառումներ, որոնց մենք կմասնակցենք, ու հենց ըստեղ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ եւ իրենց միջոցով ունենան հաջողություն, ձեռք բերել հաջողություններ։ Նաև նշեմ, թե ովքեր կարող են ձեզ ոգեշնչել 2026-ին, ներշնչել, ոգեշնչել ձեզ, ինչ որ ուրեմն ինչ որ իրադարձությունների հետ կապված, դրանք բոլոր այն մարդիկ են, ովքեր ծնվել են վիշապի եւ ձիու տարում, ովքեր կարող են ձեզ ստրեսի մատնել, դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են ուրեմն կապիկի տարում եւ ովքեր կարող են ձեզ օգնել 2026 թվականի ընթացքում, դրանպես ովքեր են օգտակար մարդիկ, դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են այծի, շան եւ խոզի տարում։ Հետևաբար փորձեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ծնվել են վիշապի, ձիու, այծի, շան եւ խոզի տարում։ Սա բավականին ձեզ կօգնի, որպեսզի կարողանաք ուրեմն տարին անցկացնել ավելի բալանսավորված եւ հասնեք ձեր ցանկալի արդյունքին ավելի արագ։ Իսկ հիմա ներկայացնեմ 2026-ի իմ հետաքրքիր առաջարկը, դա չինական թոնգշու օրացույցն է, հայերենով արդեն տպագրված առաջին անգամ եւ սա միայն օրացույց չէ, որտեղ նշված են միայն ամիսները եւ օրերը, սա չինական օրացույց է, իսկ չինական օրացույցը տարբերվում է մնացած բոլոր տեսակի օրացույցներից իր տեսակով, որովհետեւ ստեղ կա շատ մեծ ինֆորմացիա, ստեղ կան բոլոր օրերի նկարագրությունները, իրենց նշանակությունը, ինչ անել, ինչ չանել տվյալ օրը, ինչ կենդանակերպով է ներկայացված տվյալ օրը եւ կան բանաձևեր օրացույցում, որի միջոցով դուք կարող եք ինքնուրույն ընտրել ձեզ համար, ուրեմն անհատական դրական օրը, իմանալ թե որն է ձեր անհատական բացասական օրը, ինչ անել ձեր դրական օրերին, ինչ չանել, մի խոսքով շատ մեծ ինֆորմացիա կան մանիֆեստացիայի բոլոր ուրեմն ուղղությունները, տարվա բոլոր օրերի համար, մի խոսքով սա շատ լավ ուրեմն օրացույց է, որը կօգնի ձեզ կատարել ճիշտ պլանավորում, այսինքն կատարել ճիշտ գործողություն, ճիշտ օրը, իսկ դա հնարավորություն է տալիս օգտագործել օրվա էներգիաները ճիշտ, արդյունքում դուք ունենում եք դրական էֆեկտ եւ
կարողանում եք ավելի արագ հասնել ձեր ցանկալի արդյունքին։ Օրացույց ունի 74 էջ, ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար, ինչպես նաև ինչպես ձեռք բերել արժեքը եւ այլն, կարող եք մեկնաբանություններում գրել օրացույց բառը, ես կուղարկեմ մնացած բոլոր մանրամասները։ Մինչև առաջ անցնելը, կխնդրեմ, որ եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք իմ բոլոր վիդեոները, սեղմեք լայք կոճակը, կիսվեք այս վիդեոով բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ծնվել են օսի տարում կամ ընդհանրապես, հա, եթե ցանկանում եք ծանոթանալ ձեր մնացած կենդանակերպերին, հա, ապա կարող եք կիսվել իմ մնացած վիդեոներով, ամեն դեպքում շնորհակալ կլինեմ, եթե կոմենտներում կիսվեք նաև ձեր կարծիքով այս վիդեոյի հետ կապված։ Հիմա, ինչպիսին կլինի ֆինանսները 2026 թվականին բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են օձի տարում։ Այս տարվա ֆինանսական կանխատեսումը մի փոքր փոթորկալից է թվում ձեզ համար, քանի որ մի քանի անբարենպաստ աստղեր են մոտենում, դա արդեն գիտենք, դրամական կորուստների ռիսկը բարձր է, ուստի սա սպեկուլյատիվ ներդրումներ զբաղվելու տարի չէ ձեզ համար, խորհուրդ կտամ փոքր ավելի ուշադիր լինել, այնուամենայնիվ խորհուրդ կտամ տարվա ընթացքում պլանավորել երկարաժամկետ ներդրումներ, հա, ծախսեր, որոնք մի փոքր ավելի խորքային են, ավելի նպատակային են ու փորձեք խուսափել սպոնտան, հա, ներդրումներ կատարելուց տարվա ընթացքում, սա կարևոր է։ Ինչպիսին կլինի կարիերան, այս տարի ձեր մասնագիտական ոլորտում իհարկե սպասվում են մարտահրավերներ, որովհետև գալիս է փոփոխության շրջան, որովհետև մենք պետք է ունենանք զարգացում, հա, եթե մենք կատարենք իմ նշած քայլերը, եթե մենք գնանք վերապատրաստման, ձեռք բերենք նոր գիտելիք, հա, գնանք ինչ-որ դասընթացների մասնակցենք ու դա ճիշտ ձևով ներկայացնենք, ապա մենք ունենանք հնարավորություն առաջընթացի։ Ուրեմն կլինեն նաև տարաձայնություններ, ինչու, որովհետև մենք տարվա մեջ ունենք նաև մրցակցության բարձր մրցակցություն, քանի որ երբ որ տեղի ունեն փոփոխություն, բնականաբար կան մրցակցություն, կան մարդիկ, ովքեր ուզում են իրենք զբաղեցնեն, հա, ձեր ցանկալի տեղը, այնպես որ պետք է մի փոքր ավելի ուշադիր լինեք եւ զսպեք ձեր էմոցիաները։ Սա շատ կարևոր է։ Հիշեցնեմ, ինչ առաջ անցնելը, որ մետաֆիզիկական ակտիվացիաների միջոցով դուք կարող եք ձեր կյանքում լուծել շատ հարցեր, ու մետաֆիզիկական ակտիվացիաները դրանք գործողություններ են, որոնք շատ պարզ են, բայց շատ էֆեկտիվ։ Ես ստեղծել եմ մետահաջողություն նախագիծը եւ գոյությունի ծրագիր, որի միջոցով դուք ամեն օր կարող եք ստանալ ֆիզիկական ամենաուժեղ ակտիվացիաները։ Մանրամասների համար ուղարկեք մետա բառը մեկնաբանություններում եւ շտապեք միանալ մետահաջողություն նախագծին, որովհետեւ սա բացառիկ է իր տեսակով, որովհետեւ հայկական իրականության մեջ սա միակն է, չկա նման ծրագիր, նախաձեռնություն, որի ընթացքում դուք հնարավորություն ունենաք ստանալ նման ակտիվացիաներ մետաֆիզիկական, որոնք կատարելով կկարողանաք բարելավել ձեր կյանքի տարբեր ոլորտներ, հա, եւ ֆինանսական, եւ հարաբերություններում, եւ գործնական բիզնեսի եւ այլն։ Հիմա եկեք անցնենք հարաբերություններին, ինչպիսին կլինի հարաբերությունները օձի տարում ծնվածների համար։ Ովքեր միայնակ են, երկրորդ կեսին գտնելը կլինի դժվար, ամեն դեպքում համառություն է պետք, եթե ցանկությունը մեծ է, ապա հնարավոր է, բայց ընդհանուր առմամբ էներգիաները այդքան էլ չեն օժանդակում, հա։ Ամեն դեպքում, եթե կա ցանկություն, միշտ հնարավորություն կլինի, սա հիշեք, հատկապես եթե օգտագործեք մետաֆիզիկական ակտիվացիաներ։ Իսկ նրանք, ովքեր արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, ապա հարաբերությունների մեջ են, ամուսնացած են, ավելի կայուն հիմք կունենան այս տարվա ընթացքում։ Ինչ վերաբերվում է առողջությանը, առողջությունը, ուրեմն առողջության հետ կապված ունենք մենք մի քանի բացական էներգիաներ, ինչպես հիշում եք, ուրեմն ստեղ պետք է լինենք մի փոքր ավելի ուշադիր, հատկապես ես խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել ճանապարհներին, երբ որ երթևեկում եք, հեծանիվ եք քշում եւ այլն, սա կարեւոր է ու փորձեք մի փոքր ավելի բարձր պահել ձեր ուշադրությունը, քանի որ հավանականությունը դրսից հարվածներ ստանալու, վնասվածք ստանալու, կտրող, ծակող, սուր գործիքների հետ աշխատանքի ընթացքում մի խոսքով, հա, պետք է մի փոքր ավելի ուշադրություն, որպեսզի ուրեմն ինչ-որ բացասական իրադարձություններից խուսափենք։ Սա շատ կարևոր է։ Ընդհանուր առմամբ տարին լավ տարի է, եւ եթե դուք մի փոքր ավելի զգոն լինեք, ուշադիր լինեք, եւ եթե ցանկություն ունենաք, ապա կարող եք ավելի խորը ծանոթանալ ձեր էներգիաներին, իմանալ թե ընդհանրապես տարին ինչպիսին է
ինչպիսի հնարավորություններ է բերել ձեր անձնականում, գործնականում, ներդրումներում, սոցիումի հետ հարաբերություններում, որ ամիսներն են առավել դրական, որոնք են ավելի բացասական, երբ պետք է գործել, երբ պետք է մի փոքր սպասել, երբ կատարել ներդրում, երբ վաճառել, գնել եւ այլն, այս բոլորի մասին ինֆորմացիան կարող եք ստանալ դիմելով անհատական խորհրդատվության։ Մանրամասների համար կարող եք սկանանալ այս QR կոդը կամ անցնել իմ կայք armensetagian.com, որը նշված է այս վիդեոյի նկարագրության մեջ։ Այսքանը, եթե կլինեն հարցեր, գրեք ինձ, ես մեծ սիրով կպատասխանեմ եւ անպայման չմոռանաք բաժանորդագրվել ու կիսվել այս վիդեոյով ձեր շրջապատում։